Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն ապրիլի 25-ն է եւ այսօր հիմնականում խոսելու ենք Պակիստանի եւ Հնդկաստանի միջև ստեղծված շատ բարդ իրավիճակից, լարված իրավիճակից, արդեն որոշ ռազմական գործողությունների մասին տեղեկություններ ունենք, անպայման մանրամասն կքննարկենք այդ հարցը, սակայն ավանդության համաձայն սկսում ենք Հայաստանին վերաբերող հարցերով, ձեր լայքերը շատ կարևոր են մեր եթերների տարածման համար, վերջին շրջանում բավականին լուրջ ձևով դանդաղեցվել է YouTube-ը, բայց ձեր լայքերը իրոք մեծ աջակցություն են մեզ, որպեսզի մենք կարողանանք ավելի լայն տարածում գտնել ձեր լայքերի շնորհիվ։ Սկսենք Հայաստանից, բնականաբար երեք մենք հաղորդում էինք արել, թե ինչ միջազգային արձագանք էր գտել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, բայց այն բնականաբար ամբողջական չէր, այն ամբողջական չէ նաև այս պահին, դեռ մի քանի օրերի ընթացքում մենք կստանանք տարբեր հետաքրքիր տեղեկություններ, բայց այս արձագանքներից հիմնական կարևոր հայտարարություններին անդրադարձանք, չանդրադարձանք Դոնալդ Թրամփի հայտարարությանը, քանի որ այն չկար այդ պահի դրությամբ, մենք ունենք հիմա Դոնալդ Թրամփի հայտարարությունը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, ասեմ, որ ինքը կրկին խուսափել է ցեղասպանություն անվանել, կրկին անվանել է մեծ եղերն, այսինքն Բայդենից հետո մենք այս հարցում հետընթաց ունենք, մնացած տեքստը մեծ կարևորություն չեմ համարում ընդհանուր կարդալ, բայց կարևորը վերջին տողերն են, վերջին տողերը, որոնք որ վերաբերվում են հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերություններին եւ ինչպես հայտարարում է Դոնալդ Թրամփը, Ամերիկայի Միացյալ Նահանգները հույս ունեն, որ ռազմավարական հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև կշարունակվեն։ Դրանից բացի Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ստաբիլ իրավիճակ կլինի տարածաշրջանում եւ ընդհանուր ձգտում կլինի խաղաղության հասնելու համար, տարածաշրջանի բարգավաճման եւ անվտանգության համար։ Դա ընդհանուր ձևակերպումներ են, բայց մեզ համար ամենակարևորը այն է, որ այստեղ այս հայտարարության մեջ, որը որ վերաբերվում էր հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, Դոնալդ Թրամփը խոսում է ռազմավարական հարաբերությունների մասին Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Այսինքն հիմնականում ես դա եմ կարևորում, մնացածը ընդհանուր առմամբ շատ մեծ կարևորություն չեմ տալիս, որ իրենք պաշտպանում են ճնշված ժողովուրդներին, փոքրամասնություններին, կրոնական փոքրամասնությունների մասով իրենց հայացքները չի փոխվել։ Նաև կարելի ասել, որ որոշ տեղերում ընդհանուր առմամբ մեզ հետ կապել չուներ այդ հայտարարության որոշ մասեր, բայց արդեն նշեցի ամենակարևոր մասը դա վերաբերվում է ռազմավարական հարաբերություններին Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև։ Հայտարարությամբ են հանդես եկել նաև Կանադայի օրինակի համար արտգործնախարար Մելանի Ժոլին, Կանադայում պահպանողական կուսակցության ղեկավարը շատ հետաքրքիր հայտարարություն է արել զուգահեռներ տանելով նաև Արցախահայության էթնիկ զտման հետ, որ 100 տարի անց աշխարհը չկարողացավ կանխել Արցախահայության էթնիկ զտումը։ Այսինքն Կանադայից մենք միշտ շատ լավ դրական հայտարարություններ ունենք։ Կանադան կարելի ասել, որ Հայաստանի ամենակարևոր աջակից երկրների ցանկում է։ Հայտարարությունով է հանդես եկել նաև Հունաստանի նախագահը, վարչապետը, ինչպես նշեցի, նաև ազգային ժողովի նախագահը Հունաստանից եւս բազմաթիվ կարևոր հայտարարություններ ունենք հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ եւ բնականաբար այս ամենը չափազանց կարևոր է մեզ համար։ Այս արձագանքները կարծում եմ, որ դեռևս կշարունակվեն ու ապագայում մենք կստանանք նոր հետաքրքիր հաղորդումներ այդ առումով եւս։ Հիմա անցնենք միջազգային կարևոր իրադարձություններին, սկսենք երևի թե Ուկրաինայից, ամեն դեպքում, ինչպես գիտենք, Վիտկովը հիմա այցելել է Վլադիմիր Պուտինին կրկին Դոնալդ Թրամփի բանականացը եւ այնտեղ պահանջելու է հիմնականում Ռուսաստանից, որ Ռուսաստանը հրաժարվի մեկ պահանջից, խոսքը վերաբերվում է նրան, որ Ուկրաինան չպետք է ունենա զենք եւ բանակ, դա հիմնական պահանջներից մեկն էր Ռուսաստանի Դաշնության, երևի թե Լոնդոնում հստակ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններին, բանակցողներին հասկացրել են, որ այդ պահանջին ընդառաջ ոչ ոք չի գնալու, դա այն պահանջն է, որը որ լուրջ ձևով կարմիր գիծ է հանդիսանում Եվրամիության եւ Ուկրաինայի համար, եւ դա է պատճառը, որ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգների
հատուկ բանագնաց Վիտկովը կրկին մեկնել է Մոսկվա եւ փորձելու է Պուտինին հասկացնել, համոզել, որ ահա այդ պահանջից պետք է հրաժարվին, այսինքն Ուկրաինան պետք է ունենա իրավունք ունենալու սեփական բանակը, զինված ուժերը եւ կարողանա զենք զինամթերք արտադրել։ Սա շատ կարևոր է, նաեւ մենք տեսնում ենք, որ հիմա կրկին հռետորաբանությունը Թրամփի փոխվեց Պուտինի նկատմամբ, այսօր աչվոտքին է արդեն արթնացել Դոնալդ Թրամփը եւ քննադատում է Վլադիմիր Պուտինին իր հարվածների պատճառով Կիևի ուղղությամբ, բայց ընդհանուր առմամբ տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը անհետևողական է, մեկ օր նկատվում է, թե ինչպես է նա աջակցում Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, մեկ ուրիշ օր սկսում է քննադատել Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը, այսինքն փորձում է շատ չեզոք երևալ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, բայց ահա այդ պահանջը չկատարելը բավականին կարևոր է, ես կարծում եմ։ Տեսնենք, թե ընդհանուր առմամբ ինչ տեղի կունենա։ Լավրովն նույնպես անում է հայտարարություններ, Ռուսաստանի արտգործնախարարը, ընդհանուր այդ հայտարարություններից հստակ է դառնում, որ բանակցությունները այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև շարունակվում են։ Դրանից բացի կարծում եմ կարևոր է նշել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին հրաժարվել Ուկրաինայի վրա ճնշում գործադրելուց, այսինքն ՆԱՏՕ-ի դիրքորոշման մեջ եւս մենք տեսնում ենք շատ հետաքրքիր փոփոխություններ վերջին շրջանում, մենք այդ մասին նաեւ խոսում էինք, եւ հիմա արդեն Մարկ Ռյուտեն բացի-բաց կոչ է անում Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանություններին ճնշումներ չգործադրել Ուկրաինայի վրա։ Հաստատի նույնն է ասում նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հստակ ասելով Թրամփին, որ եթե մեկը կա, ում վրա պետք է ճնշում գործադրես, դա ոչ թե Զելենսկին, այլ Վլադիմիր Պուտինն է։ Հիմա անդրադառնանք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև այս լուրջ սրացումին։ Պետք է նշեմ, որ այս սրացումը առաջացել է ապրիլի 22-ի այդ մեծ ահաբեկչությունից հետո, որի զոհ է գնացել 27 մարդ կամ բազմաթիվ վիրավորներ, եւ Հնդկաստանը մեղադրում է այդ ահաբեկչության մեջ Պակիստանին, ասում է, որ Պակիստանի հատուկ ծառայություններն են այդ ամենը կազմակերպել, գիտեք, որ Կաշմիրի շուրջ բավականին լուրջ կոնֆլիկտ կա Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, այդ կոնֆլիկտը առաջացել է միանգամից նրանից հետո, երբ որ Հնդկաստանը դադարել է անգլիական գաղութ լինելուց, այսինքն հիմնական այդ սրացումը տեղի ունեցել 40-ական թվականների վերջ եւ դրանից հետո բազմաթիվ պատերազմներ են տեղի ունեցել Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Կաշմիրի հիմնական բնակչությունը կազմում է մահմեդական բնակչություն, դրա համար Պակիստանը ցանկանում է, որ կարողանա Կաշմիրը ամբողջությամբ փոկել եւ միացնել Պակիստանին, եւ կոնֆլիկտը հիմնականում դրա շուրջ է։ Մի քանի պատերազմներ իրենք իրար մեջ ունեցել։ Այստեղ ընդհանուր կոնտեքստը շատ կարևոր է հասկանալ, Պակիստանին աջակցում է հիմնականում Չինաստանը, գիտենք նաև աջակցում է Թուրքիան, Ադրբեջանը, այսինքն բոլոր այդ թվարկած երկրները համախոհ են Պակիստանի հետ, իսկ Հնդկաստանին աջակցում է հիմնականում քաղաքակիրթ աշխարհը, եւ այս վերջի ահաբեկչությունը, որի ընթացքում որ սպանվեցին զբոսաշրջիկները, բավականին լուրջ սրացում է Պակիստանի եւ Հնդկաստանի միջև, ինչպես արդեն նշեցի, եւ քանի որ Հնդկաստանը հստակ մեղադրում է Պակիստանին, որ դա իրենց հատուկ ծառայություններն են կազմակերպել, ինչ որ անհայտ մինչև հիմա տերորիստական խմբավորում, որը որ զբաղվում է իբր Կաշմիրի ազատագրման գործով, այդ կազմակերպությունն է իր վրա պատասխանատվությունը ստանձնել այդ ահաբեկչության, եւ ի պատասխան հիմա Հնդկաստանը արդեն ռազմական կցորդին է հետ ուղարկել Պակիստան, դրանից բացի վիզաների չեղարկման հարց է տեղի ունենում, այսինքն բավականին լուրջ ձևով հարաբերությունները խզվում են։ Ես նույնիսկ զարմացած եմ, որ ընդհանրապես հարաբերություններ կային այդ երկու երկրների միջև։ Դրանից բացի ամենակարևորը այն է, որ Հնդկաստանը ինդ գետի հոսքն է փակել դեպի Պակիստան, այսինքն 60 թվականներին ընդհանուր պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ գետից պետք է օգտվեն երկու երկրները, եւ եթե այդ գետի հոսքը փակվում է դեպի Պակիստան, դա նշանակում է արդեն պատերազմի հայտարարում։ Եվ հիմա Հնդկաստանը փաստացի փակել է ինդ գետը, եւ սա տեղի է ունենում առաջին անգամ, ինչպես արդեն նշեցի, 1960 թվականից հետո։ Եվ կարևորը այն է, որ կոնկրետ Պակիստանը միշտ էլ հայտարարում էր, որ եթե այդ գետը փակվում է դեպի Պակիստան, հոսող այդ գետը, դա նշանակում է պատերազմի հայտարարություն։ Եվ
իրադարձությունները սկսեցին շատ հիմա արագ զարգանալ, արդեն մենք տեղեկանում ենք կրակոցների մասին, որոշ ռազմական գործողությունների մասին, բախումների մասին Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Պակիստանը շատ բարձր պատրաստվածության է բերել իր զինված ուժերը եւ ահա այս ֆոնին Բենյամին Նետանյահուն, Իսրայելի վարչապետը, զանգահարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդր Մոդիին եւ լիարժեք աջակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին։ Դրանից հետո նաև տեղեկացանք, որ տարբեր ուղղորդվող ռումբեր են ուղարկում Հնդկաստան, Իսրայելից տարբեր զինամթերքներ են ուղարկում Հնդկաստան։ Իտալիայի վարչապետը եւս զանգահարել է Հնդկաստանի վարչապետին, լիակատար աջակցություն է հայտնել։ Տարբեր երկրների առաջնորդներ են զանգահարել, Մակրոնն է զանգահարել, Պուտինն է զանգահարել, Դոնալդ Թրամփն է զանգահարել։ Ճիշտ է, այդ զանգերը անմիջապես տեղի են ունեցել այդ ահաբեկչությունից հետո, նույնիսկ Հայաստանի արտգործ նախարարություններ ցավակցել Հնդկաստանին, բայց խնդիրը նրանում է, որ արդեն մենք ստանում ենք իրոք տեղեկություններ, որ ռազմական բախում է տեղի ունենում Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Եվ տարբեր տեղեկություններ կան նաեւ Հնդկաստանից, որ Հնդկաստանը շուտով արդեն չեղարկելու է հրադադարի ռեժիմը Պակիստանի հետ, այսինքն շատ արագ ձևով, կտրուկ ձևով սրվում է իրավիճակը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև։ Մենք ունենք արդեն հայտարարություն Պակիստանի պաշտպանության նախարարի կողմից, որ երկու ատոմային գերտերությունների միջև բախումները միշտ էլ շատ վտանգավոր են եւ աշխարհը պետք է շատ զգուշավոր լինի, քանի որ ամեն ինչ կարող է տեղի ունենալ, այսինքն հստակ ակնարկա, որ կարող է նաեւ նույնիսկ ատոմային պատերազմ տեղի ունենա երկրների միջև։ Բայց այստեղ շատ կարևոր է նշել, որ եղել են պատերազմական գործողություններ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, բայց ատոմային զենք չի կիրառվել, քանի որ իրենք հասկացել են, որ եթե ատոմային զենք կիրառեն, ապա երկուսն էլ բավականին լուրջ մեծ կորուստներ են ունենալու։ Չնայած որ մենք գիտենք, թե ինչքան մեծ բնակչություն ունեն այդ երկրները, ատոմային զենքի կիրառումը կարող է տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանք արժենալ։ Պակիստանը, ինչպես ես արդեն նշեցի, շատ ավելի ագրեսիվ մահմեդական պետություն է, մենք բոլորս գիտենք այդ մասին։ Նույնիսկ Հայաստանին որպես անկախ պետություն չի ճանաչում, միշտ աջակցում է Ադրբեջանին։ Թուրքիայի հետ շատ սերտ կապեր ունեն, Չինաստանի հետ շատ սերտ կապեր ունեն։ Միջայլոց մեծ հետաքրքրություն ունի այս կոնֆլիկտի մեջ նաև Չինաստանը մեծ դերակատարություն է միշտ ունեցել Հնդկաստանի հետ այդ կոնֆլիկտի մեջ եւ հիմա եւս չի բացառվում, որ Չինաստանը կարևոր դերակատարություն է ունեցել ահա այս կոնֆլիկտի մեջ։ Մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը, որը որ անում է ամեն ինչ, հիմնականում հիմա Դոնալդ Թրամփը, որպեսզի Չինաստանը ավելի թուլանա եւ նրա տեղը զբաղեցնի Հնդկաստանը։ Այդ տարիֆների պատերազմը եւ ոչ միայն տարիֆների պատերազմը եւ դրանից բացի այն հայտարարությունները, որ հիմա նաեւ պայմանագրեր են ստորագրվել եւ Հնդկաստանին զենք են մատակարարվել, ընդամենը մի 3-4 օր առաջ J.D. Vance-ը առաջարկում էր, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահան Հնդկաստանին գնել ամերիկյան F-35 ինքնաթիռները մեծ ներդրումներ են ուզում անել Հնդկաստանում եւ Չինաստանը այդ ամենը տեսնելով հասկանում է, որ ուզում են Չինաստանը փոխարինել Հնդկաստանով եւ ես չեմ բացառում, որ այստեղ նաեւ մեծ դերակատարություն ունի Չինաստանը այս ամենի մեջ։ Հետևենք իրադարձությունների զարգացմանը, շատ հետաքրքիր եւ շատ վտանգավոր, բավականին լուրջ կոնֆլիկտ է հասունանում Պակիստանի եւ Հնդկաստանի միջև։ Այստեղ շատ հետաքրքիր է նաև Իսրայելի դերակատարությունը։ Մենք տեսնում ենք, թե ինչ լուրջ ձևով Իսրայելը սկսում է աջակցել Հնդկաստանին։ Մենք գիտենք ինչ հարաբերություններ ունի Իսրայելը Ադրբեջանի հետ, մենք գիտենք Ադրբեջանը ինչ հարաբերություններ ունի Պակիստանի հետ, Թուրքիայի հետ, եւ ահա այս ֆոնին շատ հետաքրքիր։ Այսինքն ահա այստեղ Ադրբեջանի եւ Իսրայելի շահերը կարծես թե լուրջ ձևով բախվում են, բայց դա պատկերացնում եմ, որ մեծ հաշվով Ալիևին քիչ է մտահոգում, Ալիևը կրկին փորձելու է իր լավ հարաբերությունները պահպանել Իսրայելի հետ։ Բայց այն փաստը ինքնին, որ Իսրայելը սկսում է օգնել Հնդկաստանին եւ արդեն ռումբեր է տրամադրելու, ռազմական տեխնիկա է տրամադրելու Հնդկաստանին, դա շատ բանի մասի է խոսում։ Այս պայմանությամբ այսքանը սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ, լայքերի համար, եթե նոր հետաքրքիր կարևոր տեղեկություններ ունենանք,
Մենք անպայման արագ եթեր ենք անելու եւ ցեզ տեղեկացնելու ենք, թե ինչ է կատարվում Պակիստանի շուրջ, ինչու չէ նաեւ Ուկրաինայի շուրջ, Հայաստանի շուրջ, ինչպես միշտ շատ արագ եւ օպերատիվ ցեղով փորձելու ենք ցեզ տեղեկացնել վերջին իրադարձություններով, դրանց բացի նաեւ փորձելու ենք ձեզ հետ միասին վերլուծել, թե ինչպես է այդ ամենը ազդելու մեր վրա։ Հաջողություն եմ ցանկանում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։